Աշտի դնա։ Ile dragan. Yola to the head. Mire. No, hat mire.
Oh
Երուսաղեմ։ Ընթերցումը Եսայու մարգարեությունից է։ Այն օրը մարդն իր հույսը դնելու է իր արարչի վրա, և նրա աչքերը պիտի նայեն Իսրայելի սրբին։ Այլևս չպիտի ապավինեն մեդյաններին և ոչ էլ իրենց ձեռագետ կուռքերին, որ իրենց իսկ մատները պատրաստեցին, այլ ապավինելու են Իսրայելի սրբին, ոչ իրենց սրբազան կոթողներին են նայելու, ոչ էլ իրենց գարշելի կուռքերին։ Այն օրը քո քաղաքները պիտի լքվեն ու ավերակ դառնան, ինչպես որ Իսրայելի զավակների երեսից անհետացան ամորացիներն ու թևացիները։ Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն և չհիշեցիր Տիրոջը քո օգնականին, դրա համար էլ անհավատ ծունկ և անհավատ սեր պիտի տնկես։ Այն օրը երբ տնկես պիտի մոլորվես, եթե անգամ կանու սերմանես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը երբ կտակելու ես, ինչպես հայն է ժառանգություն թողնում իր որդիներին։ Վայ ձեզ յուրավոր ազգերի բազմություններ, այնպես պիտի խռովվեք, ինչպես ալեկուտակ ծովը, յուրավոր ազգերի ալիքները պիտի շարաչեն ջրերի նման, յուրավոր ազգերը նման են հորդարած ջրերի, արատաբուխ ջրերի բուրդ հոսանքների, բայց Տերը նրանց պիտի խեղճացնի և հալածի հեռու հեռու։ Հարկի մղեղի պես նրանք պիտի քշվեն քամուց, անիվի փոշու նման փոթորկից հողմացրի պիտի արվեն, երեկոյան դեմ սուտ պիտի անեն, առավոտը չբացված այլևս գոյություն չեն ունենալու։ Այս է ձեր ավարարուների բաժինը և ժառանգությունը նրանց, որոնք կողոպտում էին ձեզ։ Ընթերցումը Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղղված երկրորդ թղթից է։ Քննեցեք դուք ձեզ, տեսնելու թե նույն հավատի մեջ եք, փորձեցեք դուք ձեզ, չգիտեք թե Քրիստոս Հիսուս ձեր մեջ է, այլապես կլինեիք անպիտան, բայց հույս ունեմ թե կիմանաք, որ մենք անպիտան չենք, և աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի, ոչ որպեսզի մենք ընտիր Երևանց, այլ որպեսզի դուք բարին գործեք, հոգ չէ թե մենք անպիտան թվանք, քանի որ չենք կարող հակառակել ճշմարտությանը, այլ պաշտպան ենք ճշմարտության։ Ուրախ ենք, երբ տկար ենք և դուք զորավոր եք, նույն բանի համար էլ աղոթում ենք, որ դուք հաստատուն լինեք, ուստի հեռվից գրում եմ այս բանը, որ երբ գամ, խստությամբ չվարվեմ Տիրոջից տրված իշխանությամբ, որ շինելու համար է և ոչ քանդելու։ Եվ վերջապես եղբայրներ, ողջ եղեք, հաստատուն մնացեք, մխիթարվեցեք, միաբան եղեք, խաղաղություն արեք և խաղաղության ու սիրո ասվածը թող լինի ձեզ հետ։ Ողջույն տվեք միմյանց սուրբ համբույրով, բոլոր սրբերը ողջունում են ձեզ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն։ Ամեն։ Ընթերցումը Մարկոսի ավետարանից է։ Դարձյալ Երուսաղեմ եկան, և միշտ նա այնտեղ տաճարում շրջում էր, նրա մոտ եկան քահանայապետները, օրենսգետները և ծերերը ու ասացին նրան. Ինչ իշխանությամբ ես դու այդ անում, և ով տվեց քեզ այդ իշխանությունը։ Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխանեցեք ինձ, և ես ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Հովհաննեսի մկրտությունը երկնքից է, թե մարկանցից, պատասխանեցեք ինձ։ Նրանք իրար մեջ խորհում էին ու ասում. Եթե ասենք երկնքից, մեզ կասի, իսկ ինչու նրան չհավատացի։ Իսկ եթե ասենք մարկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը գիտեին, թե Հովհաննեսը մարգարե է։ Պատասխան տվեցին և Հիսուսին ասացին. չգիտենք։ Եվ Հիսուս նրանց պատասխանեց ու ասաց. Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ այս անում։ Ալելույա, ալելույա, դու հարուցյալ գտասի Սիվիրասիոնի, ժամանակը թալոնորա հասյալ է ժամ։ Ալելույա,
Ziamenekin, idein, asovanen,
Ո
այս երկրավոր կյանքի չկարծելու համար, ուտելու, խմելու և հագնելու մասին միայն չմտածելու համար, միայն երկրավոր բարիքների մասին չմտածելու համար, այլ դեպի երկինք, դեպի հավիտենականություն ուղղելու համար մեր հայացքները։ Ի վերջո, մարդը ապրելով այս կյանքում պիտի մտածի իր նպատակի մասին, իր կյանքի մասին, ինչ է ուզում այս կյանքից, ինչի է նախապատրաստվում այս կյանքում։ Եվ եթե խորքային նայենք, ապա մենք կտեսնենք, որ ժամանակավորը, անցավորը միայն միջոց են հավիտենական նպատակելու համար, երկնային թագավորության մեջ, հավերժության մեջ երաժշտության հասնելու համար։ Ուստի մարդը պիտի նախորդ տանի այն բաների մասին, պիտի վարվի այն կերպ, որ իրեն օգտակար լինեն երկնքում գանձեր գցելու։ Ո՞րն է կերպը։ Անշուշտ այն պատվիրանները, որ Քրիստոսը մեզ տված է, սիրո պատվիրանը, ոչ միայն մերձավորների, այլ նաև թշնամիների նկատմամբ, աղոթելու, պահպանելու, ապաշխարության ընթացքում մշտապես եւ մեծավորի կարիքին անպայման հասնելու, կարեկցող, ողորմած լինելու, վերողամիտ լինելու։ Սրանք են, որ այնպիսի գանձեր են, որ դիսվում են երկնքում, որտեղ ոչ ողը կարող է մոռանալ, ոչ ցեցը կամ մեկ այլ բան իսկ այն ամենը, ինչ որ մենք կուտակում ենք այստեղ, այն ամենը, ինչ որ մեր ուշադրությունը կենտրոնացնում է երկրի վրա, ժամանակավորի վրա, անցավորի վրա, սրանք բոլորը ենթակա են կամ ոսվելու, կամ էլ չանալու բացառած։ Եվ անշուշտ մեզ կմնա միայն այն, ինչ որ երկրում ենք կուտակել, այսինքն ինչ որ սիրո, կարեկցանքի, ողորմատության, վերողամության արտահայտությունը եղել է կյանքի։ Հիսուսի ժամանակակից մարդիկ են մեզ նման են։ Հարստության նկատմամբ, քրերջանների նկատմամբ, ողջունների նկատմամբ, հաճույքների նկատմամբ շատ այսպես տարված են։ Եվ սա այս տեսակ բառում, այս տեսակ ապրելակերպը պարզապես մտածում է մարդու միտքը, գիտակցությունը։ Եվ այդ գիտակցությունը փոխանակ մտածի ուրիշների մասին նույնպես, ոչ միայն իր մասին, ոչ միայն անձնասեր լինի, անձնապաշտ լինի, այդ կարեկցանքի ուղին կարծես փոխվում է այդ պատճառով Հիսուսը մեզ զգուշացնում է, որ այդ երկրավոր ապագայացու գանձերի մասին մենք հաղորդում ունենանք եւ պատվիրում ենք մտածենք այնպիսի գանձեր, որոնց հավիտենական, որոնք արժեք ունեն երկրում, այսինքն մեզ երկինք գնալու համար ճանապարհ են բացում։ Սիրելով հարստությունը, վերջանքի իրերը, ընդհանրապես ամեն երկրավորը եւ կապվելով դրանց ամբողջ սրտով, մարդը պարզապես մտածում է իր միտքը, չի մտածում անապական գանձեր կուտակելու մասին, երկնավոր թագավորության դռները իր առջև բացելու մասին։ Նրա գանձերը, նրա երկրպագության առարկաները, այսինքն բուրքերը այս երկրի վրա են։ Նրա սիրտը ստրկացած վիճակում է լինում եւ նա չի տեսնում, չի զգում երկնավորը, չի զգում, որ իր սիրտը քարացել է, որ աչքերը կուրացել են եւ իր միտքը մտածած վիճակում է։ Հիսուսը այս ամենը բացատրում է իր ողջին նախադասությամբ, մարմնի ջրակը աչքն է։ Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր է։ Այո, մարդկանց միտքը Քրիստոսի գալստյան ժամանակ մտահոգված է։ Հիշում եք, հոմեական կայսրության մեջ ինչ էր եղել։ Նրանք միայն հաց էին ուզում, այսինքն ուտելիք էին ուզում եւ ներկայացում, այսինքն տարբեր տեսակի հատկություններից ոչ մի բան։ Քրիստոսի երկիր գալով մարդու միտքը բացվեց, Քրիստոսի ուսմունքով, ավետարանի ուսմունքով, մարդու միտքը, մարդու մտածողությունը, տրամաբանությունը բացվեց եւ այն խավարը, որ գնում էր մարդկանց մտքերին, այդ մշուշը տարածվեց, ցրվեց։ Պայծառացան մարդկանց մտքերը եւ լուսավորվեց այն ճանապարհը, որ կամում է բոլորի առաջնությունը, բոլորի երկրի հավիտենականության։ Սակայն եթե ինչ-որ մեկը այնքան խավարեցնի, այնքան մտարվեցնի իր միտքը հարստության, ջոխության, ամեն երկրավոր զվարճությունների առումով, որ այլևս չտեսնի իրեն ցույց տված այդ ուղին դեպի երկինք տանող, որով բոլորը պիտի գնան, որ բոլորի համար է նախապատրաստված, այդպիսին կնմանվի պարզապես ունի տեսողությունը գործած երկրի։ Նյութական լույսով մենք ընկալում ենք այս երկրավոր երևույթները, իսկ մտքի լույսով մենք ընկալում ենք երկնավորները, այն ինչ որ ավետարանի լույսն է մեր առջև բացում։ Եթե տեսողությունը գործած մարդու համար ամեն բան ընկնում է խավարի մեջ եւ նա չի տեսնում անգամ իր մարմինը, այդպես էլ եթե միտքն է մտածում, մարդու համար Քրիստոսի ավետարանի լույսը ծածկված է։ Այսինքն այդպիսի մարդիկ մեր շրջապատում
շաբաթում են շատ կան, հարազատների մեջ էլ շատ կան, որոնք չեն էլ ուզում բացել այդ լույսը, չեն էլ ուզում, որ բացվի այդ լույսը և իրենք նկատեն այն, ինչ որ մեզ մոտեցնում է հարգելականությանը։ Այս խավարը, այս բարոյական խավարը շատ ավելի դժվար է տանել, քան թե ինքնական խավարը։ Ասեմ ձեզ, որ քույրերից շատ-շատերը մի փոքրիկ փայտիկի օգնությամբ այնպես են առաջնորդվում, որ նույնիսկ շատ-շատերս կարող է այդ ճանապարհը այդպես հանգիր չիմանալ։ Եվ Քրիստոսը, որ պատվիրում է գանձեր դիսել միայն հոգու համար, միայն հավիտենական կյանքի համար, հավիտենական կյանքը շարունակելու համար, նաև շոշափում է ժամանակի, ժամանակակիցների ուզող հետևյալ հարցը։ Չի կարելի արդյոք փրկել իր ոգին, այսինքն հասնել հավիտենական կյանքի, չթողնելով իր կապվածությունը, հարստությանը, վերջանքին, ամեն տեսակի երկրավոր զբաղվածությունների։ Այսինքն չի կարելի ապրել այնպես, որ և բարի գործեր կատարել, և պատվիրանները կատարել, և նաև սիրել աշխարհը, աշխարհին կապված լինել։ Մի խոսքով երկու տիրոջ ծառայել։ Քրիստոսը հստակ պատասխանում է, որ ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, այսինքն ոչ ոք չի կարող միաժամանակ ծառայել և ասենք երկրավոր առումով, մի տիրոջ, մի հրաման կատարել և մյուս տիրոջը, ճիշտ այդպես ոգևոր առումով է, չի կարող մարդը ծառայել Քրիստոսին և ծառայել հարստությանը, ծառայել երկրավոր այդ բռնավորին, որը մարդը երբ որ կապանքների մեջ առնում, այդևս հանրություն ինչ որ առումով չի կարող մնալ Աստծո օգնականությամբ։ Սիրելիներ, մարդկանց սովորական կենցաղում այո այդպես է, երկու տիրոջ չեն կարող ծառայել, հոգևորն է նույնպես այդպես է, միաժամանակ չեն կարող նվիրվել և Աստծուն, և հարստությանը, որ մամոն է կոչվում այդպես է։ Սիրտը չի կարող կիսել, մենք էլ չենք կարող ծառայել և Աստծուն, և հարստությանը։ Հենց որ սկսենք եռանդակին երկրավոր գանձեր ուրախում կարող, իսկ այդպիսի մարդիկ մեր շրջապատում շատ է, այդ սպառնունքը բազապես կգրավի մեր ամբողջ ուշադրությունը։ Երբ որ ասենք օրինակ թե Կիրակի օրը 2 ժամ կարող են հատկացնել պատարագին, ոչ, այդպիսի մարդիկ ժամանակ չունեն, Կիրակի պետք է աշխատել, ուտակեն ավելի և էլի ավելի, որտեղ իր ընկերը կամ իր ծանոթը կամ իր մրցակիցը ավելի ունի ինքը նրան պետք է անվանում հասնել։ Այդ պատճառով այդպիսի մարդկանց համար Աստծո պատվիրանները, այսինքն մյուս ճանապարհը անվտանգության են ապրում, անբարոյության են ապրում և այս մարդը չի պատրաստվում, այս երկրավոր ժամանակավոր կյանքում չի պատրաստվում երկրավոր հաղորդության ունենալու համար։ Քրիստոսը, ինչպես սկզբում ասացի, ասում է ձեզ, դրա համար ասում է, ձեր կյանքի համար հոգնի արեք, այսինքն ինչ պիտի հաղթեք, ինչ պիտի խմեք և այլն և այլն։ Հոգնի արեք, դա նշանակում է մի տրվեք ավելորդ, անհանգիստ, տանջալից հոգսերի, ուտելու խմելու հագնելու հարցերում, այնպիսի հոգսերի, որոնք կլանում են ձեր ամբողջ ժամանակ ուշադրություն, և շեղում են ձեզ օգտվելությանը վերաբերող հոգսերից։ Եթե Աստված կերակրում է երկնքի թռչուններին, ասենք հազարներին, որոնք ասում են, որ ցանում են, ոչ հնձում են, ոչ թե վարամերում են, որտեղ կտակեն, քեզ ասում են անհավատ, քերահավատ, չի կերակրի, կամ ասենք դաշտի շուշանները տեսեք, ասենք ինչքան շքեր են հագնված, Սողոմոնն անգամ հարկի մեջ ասում է, նրանցից մեկի նման չհարտնվեց։ Եթե շուշան որ ասում է այսօր կավաղի հնոց կրտի, չէ՞, ինչ-որ անան։ Եթե այդպես է հարկվում, միթե դուք կարող եք այդ կարիքները կոչվող Աստված որ քեզ սիրում է։ Անշուշտ սա Աստծո նախանձության մասին է, որ շատ հաճախ մենք մոռանում ենք։ Մենք մոռանում ենք, որ եթե ինչ-որ մի դժվարություն, ինչ-որ մի նեղություն Աստված թույլ է տվել, որ մեր կյանքում հանկարծ, այսպես հանկարծակի հայտնվի, ինքը նաև ուզում ունի, հաստատես մենք պիտի հարկ տանք իրեն այդ ամեն ինչի համար և բնականաբար Աստված կտա այն ինչ որ մեզ անհրաժեշտ է։ Տեսեք, հոգ մի արեք այս նախադասությունը առաջին դարերի քրիստոնյաների շատերի մեջ տարբեր շփոթություններ առաջացել և այն ժամանակ էլ աղալներ կային, որոնք այդ հոգ մի արեքը դասում էին այսպես, պետք չի աշխատել ընդհանրապես ոչ մի բան պետք չի անել, որտեղ Աստված ամեն բան կհոգա։ Սակայն այդ դատարկապողությունը, այդ անգործությունը բնականաբար Տիրոջ կողմից ցուցանված չէ։ Երբ Աստված առաջին մարդկանց դրախտում տեղավորեց, նրանց պատվիրեց մշտակել ու պահպանել դրախտ, այսինքն աշխատել։ Եվ այս պատվիրանը, երբ որ նրանք մեղանչեցին, կրկնվեց մի փոքր ուրիշ ձևով, ասած քո երեսի քրտինքով դուրս գացել։ Եվ որոշ աստվածաբաններ
երեք պատվիրաններ կրտած մարդուն, սիրիր քո Տեր Աստծուն, սիրիր քո մերձավորին եւ աշխատիր։ Եվ եթե մենք ուշադիր նայենք, այս երեք պատվիրանները իսկապես մեզ կարող են ուղղության հայել։ Եվ սիրելիներ, ինքը Քրիստոսն էր, մինչև խաղաղության հասնելը Հյուսն է։ Հյուսնի որդի չէ, Ովսեփի որդի եւ Հյուսն է։ Եվ աշխատում է ինքն էր աշխատում։ Առաքյալ իր աշակերտներին, երբ որ նա ուղարկում էր խաղաղության, ասում է մշակն արժանի է իր երաշխից։ Այսինքն ուզում մտածեք, ձեզ հետ ոչ մի բան մի վերցրեք, այն ինչ որ ձեզ պետք է, ձեր աշխատանքի արդյունք որպես անպայման կվերադարձվի։ Իսկ երբ Հյուսանացի երկու աշակերտներին ուղարկում, դարձյալ նման պիտի մի բան ասում, մշակն արժանի է իր բարձի։ Այսինքն հոգևոր ծառայողները սպասավորներ նույնպես չպիտի մտածել, թե ինչ պիտի ունեն։ Ոսկրս, թե այսօր ծառայող հոգևորականների վերաբերում թե վաղվա մեր սպասավորների։ Չնայած շրջահայացություն և հոգատարություն պետք է, արգելված չէ։ Ինքը Քրիստոս իր աշակերտների հետ գանձանակետ պահում անհրաժեշտ դնումների համար և հացի բազմացման հրաշքից հետո հրամայում է հավաքել այդ վնասողները, անշուշտ որպեսզի հաջորդ օրը կերակրվեն այն մարդիկ։ Պողոս առաքյալը ինքը վրանագործ է, իր աշխատանքով, իր քրտինքով է իր ողսերը օգնում, ոչ մեկին նեղություն, ոչ մեկին ողս չէր լինում։ Եվ ինքն էլ Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակի մեջ տեսնելով, որ նրանք էլ այդ նամակն էլ սխալ ընկալում ունի այդ Աստծո նախաձեռնության նկատմամբ, ասում է ով չի ուզում աշխատել, ով բացել։ Այսինքն աշխատանքը պարտադիր է թե Քրիստոսի կողմից, թե ինչ այլ ինչ շարժառում էր արտոնացված էր այդ ամեն ինչի մասին, մենք պիտի անպայման կատարենք։ Ասելով օգնյալ է, Հիսուսը չի պարտադրում մեզ երկնքի թռչունների նման չվարել, չցանել, չդիմադրել, չմնալ եւ այլն, կամ չլուծել, ասենք, մեզ կհարցվի ինքը, ոչ։ Նա միայն զուշացնում է, որ դեռնու խմելու ակրելու հոսերը մեզ չպիտի հասցնեն ողու այնպիսի տագնապալի վիճակի, որ մոտ է անհոգության, մոտ է վհատության, ասում է մի վհատվեք բացած, մի հուսահատվեք, եւ մի ասեք ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք, ինչ պիտի ակնենք, սա ինչպես հայտնի է հետամոսների մտահոգությունն է։ Նախ խնդրեցեք Աստծո արժանությունը եւ նրա արդարությունը, այդ բոլորը Աստված ձեզ ապահովում կտա։ Իրականում պիտի աշխատենք, մշակը աշխատավորը արժանի է իր արգելին, իր բարձին, իր կերակրին անպայման։ Իմացեք, որ արգև աշխատանքի դիմաց Աստված է տալիս եւ նաեւ ինքները ինչքան էլ ողս անեք առանց Աստծո օգնության, ոչ մի բանի չեք հասնում։ Տեսեք ինչ ասում Ավետարանը։ Ձեզից ով կարող է ողս անելով իր հասակի վրա մեկ կանգնում ավելացնել։ Այսինքն պիտի աշխատեք, սակայն արդյունքը, սակայն ձեր վաստակի դիմաց այն արգևը, որ պիտի ստանաք Աստծուն է։ Ինքը գիտի թե ինչքան պետք է վճարի։ Երանելի Օգոստինոսը ենթադրում է, որ Տերը այստեղ հասակ ասելով հասկանում է տարիքը։ Ասում է, ով կարող է ողս անելով առանց Աստծո օգնության ապրել թեկուզ 1 ժամ ավել։ Բնականաբար ոչ մեկս։ Այսուհետև հոգն արեք ապա օրվա մասին, օրվա հոգսը բավե օրվա համար, ասում է Մատթեոս Ավետարանի։ Բնակվում ունարենում այս հոգս բառը ավելի չարչարանք է թարգմանված, այսինքն չարչարանք է օգտվում, իսկ ոսկեբերանը բացատրում է դա հետևյալ կերպ։ Ասում է, քեզ համար բավարար չէ երեսիդ քրտինքով ուտել մահացը։ Ինչու ես քեզ ենթարկում մեկ այլ չարչարանք։ Ինչու ես ձգտում այս ներկա օրը երկարաձգել ու ավելի նեղել ինքդ քեզ, քան նախատեսված է նրանում նեղությունները։ Ինչու ես նրա վրա դնում նաև հաջորդ օրվա տեղը։ Հաջորդ օրը ինքը իր ողսը կողոքա։ Իսկ Երանելի Օգոստինոսը այսպես է բացատրում Աստծուն ապավինելու, նրա նախաձեռնությամբ իսկապես վստահ լինելու այդ ողսը։ Ով է իրականում ապրում այն կանոնների ողով, որ կարողել է քրտիչը։ Նա, ով հավատում է, որ տկարության կամ այլ պատճառով, որ իրեն խանգարում է աշխատել, ինքը չաշխատելով հանդերձ պիտի կերակրվի, ինչպես կերակրվում են թռչունները, կհագցվի, ինչպես հագցվում են շուշանները։ Նա, ով առողջ լինելով, ուժեղ եւ բարենպաստ պայմաններում հիշում է, որ այս ամենը իրականում Աստծո տրված միջոցներն են, որպեսզի մենք մեր մարմնի համար անհրաժեշտ իրերը ձեռք բերենք։ Իսկ աշխատելով նա չի մտածում, որ կա Աստծուց բացի մեկ այլ ճշմարիտ պարգևիչ, կերակրի ու հագուստի։ Նա, ով հիշում է, որ
դատապարտում է միայն մտահոգվելը, մտատանջվելը եւ ոչ թե աշխատանքը։ Քանի որ աշխատանքը սահմանված է Աստծո կողմից։ Եվ արդեն սիրելիներ որդերը անուն հավատ տա իր ողորմածությամբ, իր սիրով, իր գտասրտությամբ եւ հարաբեր նախատունության հանդեպ եւ մեր սրտերն ու մտքերն ու իրերի վեր ընդրելու իր ճակատությունը եւ իր ապահովությունը այսօր եւ հավիտյանս ամեն։ Եվ դուս համարձակազան բարբարով վերանցնել, արփանս քեզ երկրավոր հայր եւ ջել եւ ասել։ Yes.
Ziանտի վեն համսանքի, անասելի են անուրենությունքի,
Քրիստոսի եմբերեցին մեղավ Հայքու, ըսկեզ ունի միջնոտ կարմության և բարեխոս արմիացի որդին ասուծոր Դիրշանությանս որդատյալ է կեզ արձակեցես իսի կապիր մեղացի մոտ ավաշեն ըսկեզ Որովհետև ցիծես մարդասեր աստված և գողություն շնորհես ձե ամենայն հանցանքներով, խոստովանացելոցն և մոռացելոցն, և ես կարգավաս քահանայական իշխանության և հրամանարն աստվածային, ես որ արձակից եք երկրի և իցի արձակյալ երկինս, նողին բանին արձակենս ձեզ ամենայն մասնակցությունեն մեղացրելոց, իր խորհրդոց, իր բանից և իր որդոց, հանուն հոր և որդո և որդուն սրտով, և դարձյալ տանոց ձեզի խորհուրդը սուրբ եկեղեցքով, զիզորիչ գործից եք պարիս և ից ձեզի բարեգործություն, և իր փառս անհերցյալ կենացն Amen.
Այս վեզը մինչև հավիտյան։ Amen.
Marmin ime
Vází.
Այս կոմ։ Նայ ոնց է սարդում մաշնայ։ Հրաշալի պատարակ էր, չէ, Սարգսակ եղբայր։ Հո, իսկապես հրաշալի, լիցքավորվեցինք, ոգևոր լիցքեր ստացանք, զորացանք, ետ ենք դառնում։ Այդ կարևորությունը ինչու՞մ է պատարակի, չի պետք է հայ ժողովուրդը կիրակի գնա պատարակի։ Այսօր տերայրն է, չէ, ասեց, ասում է, շատ հարուստներ 2 ժամ չեն կարող տրամադրեն։ Ինչի մենակ հարուստներ, մենակ աղքատ, հարուստ, կապ չունի, շատերը ժամանակ չեն տրամադրում։ Մտես ինչ գեղեցիկ է, 2 ժամ եկանք հասանք Սևանավանքում պատարակի։ Իսկապես, մարդը մարմին ու հոգի է, եթե միայն մարմինը սնես, հոգին մոռանաս, այդպես չի լինի։ Այսինքն պատարակով հոգին սնում ենք։ Այո, պատարակով հոգին սնում ենք, նաև առօրյայում գործում ենք զանազան մեղքեր, պատարակի միջոցով, այսինքն խոստովանության միջոցով այսվում և գլխավորապես սուրբ հաղորդության միջոցով Քրիստոսի մարմնի և արյամբ մաքրվում ենք այն բեռը, որ կուտակվել էր, փոթափվում է մեզանից, կարծես նոր մարդ դառնանք, նորովի, լիցքաթափված, շարունակում ենք արդեն մեր կյանքը նորոգված։ Այսինքն պատարակով նորոգվում ենք։ Այո, նորոգվում ենք, այսինքն մեղքերի թողությամբ ազատվում ենք, մեղքերից էդի կոչվում է նորոգում, էլի, չէ՞ կարելի ասենց ասել։ Այո, այսինքն մեղքերից ազատվելով նորոգվում ես։ Իսկ մեղքերից ազատվում ես հաղորդությամբ, խոստովանությամբ, որը որ պատարակին կատարվում է։ Երբ մարդը մտածում է, մաքրվում է, բայց տկավ լինելով անդադ մեղքեր է գործում և որպեսզի նորից մաքրվի և անընդհատ մաքրվի, դրա համար էլ տրված է մարդուն հաղորդության խորհուրդը։ Այսինքն քանի որ անընդհատ մեղքեր է գործում, անընդհատ կիրակիների պատարակների է մասնակցում, որ նորոգվի, մեղքերից ազատվի։ Ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ ես հասկանում։